դառնա հավասարություն այն դեպքում, երբ դատավորները կոնկրետ օրինակ ունենում են քաղաքական անցյալ։ Այ ձեր մոտ դատախազությունում կա ինչ որ քննարկումներ այդ թեմայի շուրջ, ինչ մոտեցում պետք է որդեգրեք, որովհետև մենք տեսնում ենք հատկապես անցած տարիներին, երբ գոնե մի թեթև ինչ որ կապ է տեսնում դատախազության մեղադրող կողմը որևէ ում որ մեղադրում են նրա հետ կապված դատավորի անցյալի բանի մասով շատ հստակ դիրքորոշում են ունենում եւ որպես կանոն դատավորները այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց հակառակ դեպքերում տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Կան կոնկրետ գործեր, ու այստեղ կրկին եւս մեկ անգամ մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործարկումը ոնց որ ինչպես որ անում է եւ քննչականը եւ դատախազությունը եւ սա մեղմ ասած արդար չէ ինձ հետաքրքիր է ձեր մոտեցում էս հարցում Ներողություն ես խնդրեմ երկակի ստանդարտի հետ կապված մի փոքր մանրամասեք ինչի նկատի ունեք դատախազությունում կադրային ընտրության Չէ, այս նման դեպքերում, երբ որ օրինակ դատավորը, չէ, շատ կոնկրետ ասի, դատավորի մասը, այսինքն բան որդեգրելու, եթե մի դեպքում ինչ որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա զարմտուել է այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի ու երևի թե ի օգուտ դատախազության, այդտեղ իրանք կարծես չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում։ Խոսքը այս երկակի ստանդարտի մասն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազություն հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, կոնկրետ եթե ուզում եք օրինակներից խոսեք, ես դրա համար չկոնկրետացրեցի։ Իհարկե ավելի թարմը այն է, ինչ դուք ասում եք։ Այդտեղ իհարկե շատ ավելի լուրջ ուրիշ խնդիրներ կա այդ դատավարության առումով ու պաշտպանական կողմը ինչ է ասում է մենք չենք հասկանում ինչ օդվածով ենք մեղադրվում, որ մի հատ էլ հասկանանք բացարկի միջնորդություն ունենք, թե չունենք դատավորին։ Խոսքը ստեղ դրա մասին չէ միայն։ Կոնկրետ իմ դեպքում եղել է օրինակ Մասիս Մելքոնյան, ով ընտրություններին մասնակցել է հակադիր բևեռում, կոնկրետ տարածակում է եղել 14-րդ համարը, կոնկրետ կուսակցության, որը մեր հակադիր բևեռում էր ու սրա հետ կապված դատախազությունը ոչ մի խնդիր չի տեսել, պաշտպանական կողմի ներկայացված բացարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դե մակագրումներ հատուկ ամեն կերպ արվել է նույն մարդուն, բայց ես ընդհանուր դիրքորոշում եմ ուզում հասկանալ, որտեղ վաղը մյուս օր էլ կարող է օրինակ մեր գործընկերներից մեկը դատավոր դառնա, արդյոք դատախազությունը նորմալ է համարելու, երբ որ ինչ որ գործով մյուս կողմում գտնվող մարդկանց հետ կապված գործերում իրենք հանդիսանան որպես դատարան։ Խոսքը ավելի խնդրում եմ ընդհանուր։ Շատ լավ։ Պատասխանը արձագանքեք, այո։ Ես ձեր նշած դատավարությունների հետ կապված էլի պետք է ասեմ, որ դատարանը որոշում է կայացրել բացարկի, ինքնաբացարկի վերաբերյալ հարցով, դուք իրավաբան եք ու շատ լավ եք պատկերացնում ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնող սուբյեկտն ով է, եւ շատ լավ եք պատկերացնում ինչա նշանակում քրեական արդարադատություն, որը կողմերի հավասարություն չի ենթադրում, մրցակցային դատավարություն է, եւ դատախազությունը յուրաքանչյուր դեպքում
երբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքեր կարող են լինել, իսկ տվյալ դեպքում դատավորի սուբյեկտայնությունը անվերապահ բեկանման հիմքերից մեկն է, շատ աչալուրջ է, որովհետև հետագայում մեղադրանքը կարող է լուրջ ռիսկի ենթարկվել։ Այնպես որ Շատ լավ, ես խնդրում եմ խոսությունը դադարեցնեք, այնպես պատասխանեք։ որ դատախազության ուղղությամբ ձեր երկակի ստանդարտների վերաբերյալ մեղադրանքները չեն բխում հենց նույն դատախազության շահերից։ Դատախազությունը երբևէ թույլ չի տա, որ դատական ակտը անվերապահ բեկանելու որևէ հիմք մնա։ Շատ լավ։ Հետագայի համար։ Շնորհակալություն, Դենիել Յոնիսյան։ Իդեպ պարոն Յովհաննիսյան, շնորհակալություն դիտարկման համար նախորդ հարցի հետ կապված, մենք մի փոքր այդ վարչական իրավախախտում քրեական պատասխանատվություն այդ տարեմբռնումը ունեինք եւ կարծում ենք ուսումնասիրություն կանենք այդ եւ նրանց դիմաց վճարումները կատարելու համար այսպես կոչված ատկատի, եթե իրավաբանորեն թարգմանենք, կաշառք գումար։ Աշոտ Գրիգորյանը խոստացել է իր պաշտոնական դիրքն օգտագործելով հետագայում եւս ապահովել պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթներում անխոչնդոտ եւ շահավետ պայմաններով նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու, գնումների շրջանակներում կատարված աշխատանքները անխոչնդոտ ընդունելու եւ դրանց դիմաց վճարումներ կատարելու գործընթացները։ Սիտագրուպ ընկերության փաստացի սեփականատեր Լևոն Բարսեղյանը գիտակցելով Սեյրան Օհանյանից եւ Աշոտ Գրիգորյանից իր ընկերության հետագա գործունեության եւ Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցրած որդու պաշտոնավարման կախվածությունը հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58 միլիոն դրամը։ Այսպիսով, եթե ամփոփենք, Սեյրան Օհանյանը շահադիտական, անձնական շահագրգռվածությամբ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնական լիազորությունները, որպեսզի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ մասնավորապես։ Խաթարվել է պաշտպանության նախարարության, դրաստորաբաժանում հանդիսացող կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության եւ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։ Պաշտպանության նախարարության, դրաստորաբաժանման եւ կազմակերպության մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը։ Պաշտոնատար անձինք եւ պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինության կառուցմանը։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին 2011-ից մինչև 2016 թվականների ընթացքում առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ ստացած պաշտպանության նախարարության ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։ Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լևոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող Սիտագրուպ ընկերությանը պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության եւ պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելու նպաստելու, ինչպես նաեւ թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով 58 միլիոն դրամ կաշառք։ Այսինքն Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարում։ Սեյրան Օհանյանը նշված հանցավոր գործողությունների արդյունքում Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը իր կողմից զավթված լինելու եւ դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող եւ դրանով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար 158 դրամ